Համայնքային կառավարումն ավելի թափանցիկ եւ հաշվետու դարձնելու նպատակով Վանաձորում մեկնարկել են գործողությունների նոր ծրագրի մշակման աշխատանքները։ Այդ նպատակով ընդունվում են առաջարկություններ հասարակական կազմակերպություններից, երիտասարդական նախաձեռնություններից, համայնքի բնակիչներից։ Դրանք հնչել են բաց կառավարման գործընկերության տեղական հարթակի շրջանակում կազմակերպված քննարկմանը, որը նախաձեռնել է ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպությունը բաց կառավարման գործընկերության միջազգային ցանցի աջակցությամբ եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վանաձորի համայնքապետարանի հետ գործակցությամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշտապես ամեն 2 տարի մեկ որոշակի պարտավորություններ է վերցրել հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների մասով, որպեսզի համայնքներում բարձրացնենք այս բաց կառավարման գործընկերության այդ 4 սկզբունքները, որ կան՝ մասնակցայնություն, թափանցիկություն, հրապարակայնություն եւ հաշվետվականություն, բնակչից պետք է այդ գաղափարը ու տեղական իշխանությունից։ Հետո իհարկե բնականաբար իրականացման փուլում մենք նույնպես կանգնած ենք համայնքի կողքին։ Հանձնառություններ պետք է լինեն բաց կառավարման համատեքստում եւ համապատասխանեն սկզբունքներին, այսինքն հանձնառություններ, որոնք համայնքապետարանի գործունեությունը դարձնելու են ավելի թափանցիկ, ավելի հաշվետու, ավելի մասնակցային եւ նորարար։ Այսօրվա նպատակը հնարավորինս շատ, այսպես ասած, խնդիրներ բարձրաձայնել եւ խնդիրների լուծումների համատեքստում հանձնառություններ ձևավորելն է, թե որոնք կվերցնի համայնքապետարանը, արդեն կքննարկվի հանձնաժողովով։ Բաց կառավարման գործընկերության ցանցին Վանաձորը միացել է 2021 թվականին եւ նույն տարում էլ ստանձնել 5 նախաձեռնություն։ Գույքի կառավարում, կանաչ տրանսպորտ, ներառականություն, ինտերակտիվ էկրաններ քաղաքի տարբեր տարածքներում եւ համատեղված ինտերակտիվ եւ մասնակցային բյուջեն, որոնք այսօր ամփոփում ենք եւ քայլ ենք անում դեպի 2026 թվականի բաց կառավարման գործընկերության նոր փուլին։ Մենք արդեն ունենք մեր գործընկերների տեղական մակարդակով համակարգողների համաձայնությունը, անդամակցությունը շարունակելու եւ նոր հանձնառություններ վերցնելու։ Աննան Վանաձորի կենտրոնում ավտոկայանատեղիների խնդրով է մտահոգված, լուծման մի քանի տարբերակ է առաջարկում։ Երևանում օրինակը կա ու քիչ շատ աշխատում է, Վանաձորում բացարձակապես համակարգ չկա ներդրած, ոչ կայանման մասին, ոչ ժամանակավոր կայանման մասին, ոչ վճարվող կայանման մասին, այսինքն այս հարցը բացարձակ բաց է։ Առաջարկությունները շատ են համայնքային կառավարման գործընթացում արհեստական բանականության ներդրումից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի միջավայրի ձևավորում։ Կազմակերպիչները վստահ են գործողությունների նոր ծրագրով համայնքը կզարգանա թիմ քաղաքացի համատեղ պատասխանատվությամբ։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։